Պարոն Քոչարյան, խոսվեց Իսկանդեր եւ Տուչկաուի մասին, նախկին նախարարը նշեց, որ աշխարհագրությունն էր պատճառը, այսինքն ճիշտ եմ հասկանում, որ նկատի ուներ Արցախում կիրառելու հնարավորություն չունեինք, ինչ է այս պատասխանը, մի քիչ կպարզաբանեք։ Իհարկե չեմ պարզաբանում, ո՞նց ես պատկերացնում, երբ որ վաղվա մեր քննարկվելիք թեմայի կարևոր դրույթներ ուզում ես, որպեսզի հրապարակային պարզաբանը բացառվում է։ Դա մեր երկրի անվտանգության հետ առնչվող խնդիրներ են։ Համարեք, որ դա այդ խնդիրը ունեցել ենք եւ վարչապետն էլ այդ մասին խոսեց, երբ որ քանի հանձնաժողովում էր եւ փակ մասում մենք ունեցանք այդպիսի պարզաբանումներ, որը չգիտեմ մոտակա 10 տարում այդ գաղտնիությունը կբացվի թե ոչ։ Եվ պարոն Քոչարյան, Թուրքիայի առնչության պատասխաններից նախարարը մեկ նշեց, որ ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրի ներկայացուցիչների պարբերաբար խոսել է Թուրքիայից F-16-ի տեղաշարժերի մասին, ցույց է տվել ուր են թռել եւ այլն, բայց նաեւ խոսեց, որ անակնկալ է եղել որոշ չափով Թուրքիայի մասնակցությունը այս չափով։ Այստեղ հակասություն չկա։ Քիչևանում հենց հիմա էլ ներկայացված է, ինչի անակնկալ չկա։ Պատերազմի մասնակցությունը ներգրավվածությունը չեմ կարծում անական է, որտեղ հետախուզական տեղեկագրերը երբ որ ուսումնասիրվում է եւ զեկուցվում է կամ պաշտոնյաներ, դրանցից մեկը հենց պաշտպանության նախարարն է եւ որոշակի սահմանափակ քանակության պաշտոնյաներ, որոնք տեղեկացվում են ամեն օր, եթե անհրաժեշտ է մի քանի անգամ։ Տվյալ թատերաբեմում գործող ուժային կառույցների եւ դրանց հնարավոր օգտագործման հնարավորությունների մասին։ Բայց ինչի համար են հետախուզությունները։ Հիմա մենք ստեղծեցինք նաեւ արտաքին հետախուզությունը մեր երկրում։ Դրանք ուշացած քայլեր են, բայց արդեն քայլեր են, որոնք իրականություն են դարձել։